Thanks for joining us. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ երկրի տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Նրա ուղևորությունը երկու երկրներ կնպաստի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին եւ կխթանի Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար ծրագիրը, նշվել է գերատեսչության հայտարարության մեջ։ The Trump economic revolution and artificial intelligence slowly dismantling. Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 7-ին հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զինծառայողի հարազատներին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ չի հստակեցվում մահվան վայրը կամ պատճառ հանդիսացած հանգամանքները։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում պայմանագրային զինծառայողի ծանր վնասվածքներով հոսպիտալ տեղափոխվելու մասին։ Սա զինված ուժերում արձանագրված հերթական մահվան դեպքն է, որի մանրամասները դեռևս մնում են չպարզված։ Բնակավայրերի բնակիչներն են։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի աշխատաշուկայի խնդիրներին, թույլ տված վրիպումներին եւ երկրի արտաքին քաղաքական մարտահրավերներին։ Մեր կարծիքով երկրի ակտիվ զարգանալու համար, որպեսզի սոցիալական ծախսերը երկիրը կարողանա լավ իրականացնի, մեր 800,000 աշխատող գրանցված քաղաքացիներին պետք է եւս 300,000 աճ գրանցենք մենք, նոր աշխատատեղեր ստեղծենք, դա պետք է լինի մեր երկրի առաջին նպատակը մոտակա 5 տարվա ընթացքում, որպեսզի 1.1 միլիոն մարդ աշխատելով կարողանա 500,000 մարդու թոշակ տա ու կարողանա նաև հարկային բեռը իր վրա վերցնելով ինչ-որ առումով ապահովի աշակերտների լավ ուսումը, ուսման ծախսերը, կրթական ծախսերը։ Հիմա այս պայմաններով դա անել հնարավոր չէ, այսինքն չեք կարող հաշվի առնելով նաև այն ինչ որ դուք ունեք հիմա, այն որ տարիներ շարունակ ներդրումներ արել եք, շատ լավ։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ շարունակեք այդ ներդրումները, օրինակ առանց իշխանության եւ նորից ստեղծեք այդ 300,000 աշխատատեղ։ Մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Վերջի 5-6 տարիների ընթացքում մենք ամեն տարի 1-ից 2 գործան ենք կառուցել, արդյունաբերականացման ուղղությամբ ենք գնացել։ Սակայն տեսնում ենք պետական աջակցության կամ բացակայություն կամ միայն սուբսիդիաների տեսքով ինչ որ աջակցություն, որը բավարար չէ լուրջ արդյունաբերություն ձևավորելու համար։ Պետական մեր պաշտոնյաները ցավոք չունեն փորձը, որ զարգացնեն մեր երկրի արդյունաբերությունը։ Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջի օրվանից մի ճանապարհով է գնում։ Նա ասում է մենք ապահովենք դաշտ, ներդրողները թող գան ներդրում անեն։ Այդ ճանապարհով չի աշխատելու։ Մեր երկիրը, մեր գյուղերը, մեր փոքր քաղաքները աշխատատեղեր չեն կարողանալու ունենան, եթե սպասենք ինչ որ ներդրող գա ներդրում անի։ Կարող է սպասենք 10 տարի, 20 տարի, 30 տարի, այդ մարդիկ բոլորը կամ աղքատության մեջ լինեն կամ փոխեն իրենց բնակության վայրը, հեռանան Հայաստանից։ Մեր առաջարկն է պետությունը պետք է մասնակցի պրոյեկտների մեջ, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական ոչ նաև արդյունաբերական ծառայությունների ոլորտի հիմնարկներ, որոնք կօգնեն մեր երկրին ակտիվ զարգանալու։ Նարեկ Կարապետյանի խոսքով Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը հաճո է Թուրքիային։ Տարածաշրջանային բոլոր երկրների հետ մենք պետք է ունենանք բարեդրացիական հարաբերություններ, նշել է Կարապետյանը։ Պատասխանելով հարցին ինչպես է վերաբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման կարգավորմանը եւ երկու երկրների հետ առևտուր իրականացնելուն, Նարեկ Կարապետյանը նշել է. Կարծում եմ, որ երկարաժամկետ Հայաստանի տնտեսության զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է։ Ադրբեջանի հետ մենք ունենք բաց հարցեր։ Մենք ունենք մեր հայրենակիցների տների տուն վերադարձի իրավունքի հարցը եւ ունենք մեր գերիների հարցը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այն օրը, երբ համերաշխության մրցանակ է ստանում մեր երկրի վարչապետը ու Ադրբեջանի նախագահը, նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր պայքարել են իրենց հայրենիքի անկախության համար, իրենց իրավունքների համար, հաստատումն է ճանապարհը նաև մեր գերիներին վերադարձնելու։ Այո, բայց նույն օրը մենք պետք է չնայենք խոսքերին, այլ նայենք քայլերին։ Հենց իրենց հանդիպման նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա ՑՄ ազատազրկման են դատապարտվում։ Անդրադառնալով Սարգիս Կարապետյանի վերջին հայտարարություններին, Նարեկ Կարապետյանը խոստովանել է, որ դա թեև վրիպում էր եւ կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, սակայն այդ վրիպումները չեն ազդել մարդկանց կյանքի որակի վրա, չեն բերել մահեր, աղքատություն։ Ես կարծում եմ, որպես ոչ թե քաղաքական process-ներին մասնակից անձ, այլ որպես մեր հասարակության մասնակից, ես կարծում եմ, որ
կոնտեքստից անգամ կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ չտայինք լիներ, քանի որ դա կարող էր ինտերպրետացնել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի դեպքում որպես հասարակական Հայաստանի հասարակական անձնավորություն ոչ մի քաղաքական չեմ ուզում աստարտալ այս ամեն ինչին, այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր լինենք նաև այս ուղղությամբ եւ թույլ չտանք, որպեսզի անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի մեր խոսքից կտրել եւ ներկայացնել որպես վիրավորանք։ Դա շատ ցավալի բան էր, բայց կուզենայի ավելացնել, որ մեր վրիպումները չի ազդում մարդկանց կյանքի վրա։ Մեր վրիպումները չի բերել մահեր մարդկանց, մեր վրիպումները չի բերել աղքատություն մարդկանց։ Մեր քայլերը բերում է մարդկանց աշխատատեղեր, մեր քայլերը բերում է բարեկեցություն մեր հայրենիքին։ Իհարկե վրիպումներ կլինեն եւ սա քննություն է, թե մենք ինչպես կարձագանքենք եւ ինչ հետեւություններ կանենք։ Այս իշխանության տարբերությունը այն է, որ վրիպումներից հետո նրանք ավելի են խորացնում իրենց այդ ճանապարհը եւ դրանից մենք պետք է սովորենք եւ նույնը չանենք։ Շնորհակալություն։ Бажаю здоров'я, шановні українці. Сьогодні в багатьох Ուկրաինան Եվրոպային կտեղեկացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով պաշտոնական Կիևը մտադիր է պահպանել մշտական կապը եվրոպական գործընկերների հետ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։ Ուկրաինան կշարունակի համակարգումը եվրոպական երկրների հետ եւ կապահովի թափանցիկությունը հակամարտության կարգավորման ուղղված քննարկումներում, նշել է պետության ղեկավարն իր տելեգրամյան ալիքում։ активно українські дипломати, українські урядовці. ԱՄՆ ֆինանսների նախարարը խիստ է քննադատել եվրոպական երկրների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, մեղադրելով նրանց առևտրային շահերը Ուկրաինայի անվտանգությունից վեր դասելու համար։ Նրա խոսքով Եվրոպան շարունակում է անուղղակիորեն հարստացնել Ռուսաստանի ռազմական բյուջեն։ Ըստ նախարարի, եվրոպական պետությունները չնայած իրենց ռազմատենչ հռետորաբանությանը շրջանցիկ ճանապարհներով գնում են ռուսական էներգակիրներ։ Իրավիճակը հասել է պարադոքսալ մակարդակի։ Հնդկաստանը մեծ քանակությամբ ռուսական չվերամշակված նավթ է գնում, որը վերամշակելուց հետո վաճառում է եվրոպական շուկայում, նշել է նա։ Եվրոպացիներն իրենք են ֆինանսավորում իրենց դեմ մղվող պատերազմը։ Նման բան անգամ դիտավորյալ չես հորինի, սա խիստ հիասթափեցնող է, շեշտել է նախարարը։ Անդրադառնալով պատժամիջոցների քաղաքականությանը, Բեսենտը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի համար ռուսական նավթի գնումների պատճառով, սակայն Եվրոպան հրաժարվել է միանալ այս նախաձեռնությանը։ Ամեն անգամ, երբ լսում եք, թե ինչպես են եվրոպական առաջնորդները խոսում ուկրաինացի ժողովրդի կարևորության մասին, հիշեք, նրանք առևտուրն ավելի բարձր են դասում, քան ուկրաինացիների շահերը։ Եվրոպական առևտուրը նրանց համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, ասել է նա։ Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե Եվրոպան ունի էներգակիրների կարիք, Բեսենտը հակադարձել է, որ խնդիրը ոչ թե հասանելիության, այլ գնի մեջ է։ Եվրոպան ըստ նրա փորձում է խուսափել տնտեսական հավելյալ ծախսերից, շարունակելով էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, նույնիսկ միջնորդավորված սխեմաներով։ Իտալիայում օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո բողոքի ցույցերը չեն դադարում։ Միլանում ցուցարարները քարեր եւ ճայթուկներ են նետել ոստիկանության վրա, իսկ ուժայիններն արցունքաբեր գազ են բաց թողել եւ ջրցան մեքենաներով ցրել մասնակիցներին։ Հավաքվածները բողոքում են ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում արհեստական ձյան օգտագործման ծառահատումների եւ քաղաքում գնաճի համար։ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել, հայտնել է Կամչատկայի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ամպը ձգվել է մոտ 40 կիլոմետր։ Տարածաշրջանի 4 շրջաններում հնարավոր է մոխիր թափվի։